Սիրնես ողջույն, ձեզ հետ հոգեբան Գրիգորի Պատեջյանն է եւ ինձ տարբեր նամակներով ասում են ինչու ոչ վերբալ վարքի վերլուծություններ, որ մենք տեսնենք պրակտիկ վերլուծություն, ինչու չեք անցկացնում։ Միացնեք ինչ որ մեկի, վարքը վերլուծեք, հասկանանք այդ ոչ վերբալ վարքի նշանները, այսինքն դիմախաղը, ժեստիկուլյացիան եւ այլն, ոնց են դրսեւորվում։ Եվ ոնց կարող ենք դրանց միջոցով հասկանալ մարդիկ ստում են թե չեն ստում, մարդկանց փոխանցած տեղեկատվությունը հավատի է թե ոչ, կամ այն թեման ինչի մասին վերջինս խոսում են, իրենք դրան հավատում են կամ ընդհանրապես իրենց համար նշանակալի է թե ոչ։ Ես վերլուծել եմ սիրելիներս։ Մեր շոու բիզնեսի երկիշներից մեկին, Մգեր Արմենիային, որքան անունացանը ճիշտ գիտեմ, մի փոքրիկ կտոր։ Պարզապես այս հատվածը բավականին ցայտուն էր եւ երևացող էր, այդ իսկ պատճառով ցանկացա վերլուծել սիրելիներս։ Մենք կնայենք տեսանյութի մի հատված, այնուամենայնիվ ընթացքում ստոպ կտամ, այնուհետև ընթացքում ստոպ կտամ, կվերլուծենք ու այդպես մի քանի անգամ, որպեսզի հասկանանք ինչ է տեղի ունենում։ Եկեք հիմա դիտենք։ Ժողովրդի մասին ով պետք է մտածի։ Այդ ընդդիմադիրները, որ իշխանությունները մտածում են ժողովրդի մասին։ Մտածում են։ Միանշանակ դա մտածելու դրս Այստեղ նշաններից մեկը կարելի է տեսնել։ Իհարկե, երբ ասում են բայ իշխանությունները, ընկերներ նախ նշեմ, այստեղ քաղաքական ոչ մի բան չկա, ոչ մի ենթատեքստ չկա, ոչ մի ուղղորդում չկա, պարզապես տվյալ տեսանյութը բավականին ցայտուն երևում է, քանի որ վերջինս իր հոգետեսակով հիստերոիդ հոգետեսակ է, ցուցադրական հոգետեսակ է։ Իր ժեստիկուլյացիան, մարմնի կեցվածքի եւ այլն բավականին ցայտուն էքսպրեսիվ կերպով երևում է։ Այդ իսկ պատճառով վերջինիս դրսևորումները բավականին հետաքրքիր երևում են եւ կարելի է ավելի հեշտությամբ ցուցադրել եւ ուսուցանել։ Դեք ինչ է տեղի ունենում։ ժողովրդի մասին ով պետք է մտածի։ Այդ ընդդիմադիրները, որ իշխանությունները մտածում են ժողովրդի մասին։ Մտածում են։ Տեսակ այս հատվածը գլխով կողք շարժումը եւ ուսի այս աչ ուսի բարձրացումը մի կողմանի։ Նայեք։ Մտածում են ժողովրդի մասին։ Մտածում են։ Եկեք ես դադարտամ, վերլուծեմ, հետո անցնենք։ Սովորաբար Պոլ Էկմանը գրում է ավելի շուտ իր տեսանյութերից մեկի ժամանակ նաև գրքի մեջ է գրում, որ մի կողմանի ուսով այսպես անել է, սովորաբար դրսևորում է այդ ժամանակ, երբ մարդը իր ասացին այդքան էլ չի հավատում։ Երբ մենք անկեղծ ենք մեր մտքերի մեջ, մեր ուսերը հաստատում են երկուսով, այսինքն հավասարաչափ, օրինակ ասում ես գիտես, ասում ես չգիտեմ, երկուսը միասին, կտրտվելով չի բարձրանում, մի հատը չի բարձրանում, մի հատը չի բարձրանում, ես ասիմետրիկ չի անում, ասում ես չգիտեմ, հա, այսինքն ուսերը միանգամից հաստատում են։ Երբ մենք մեր ասացի մեջ վստահ չենք, պարտադիր չի դա նշանակում է ստել։ Պարզապես երբ մենք մեր ասացի մեջ վստահ չենք, շատ ժամանակ ի հայտ է գալիս մի կողմանի այսպիսի։ Իհարկե, ու այսպես։ Սա գլխի է շարժումը, նույնը շարժում է միկրոտարբերակով։ Եթե օրինակ մի բան եք հարցում ու դիմացին ասում է իհարկե, ապա ավելի շուտ եկեք դեռ չվստահենք վերջինիս խոսքին, որովհետև այս շարժումը եւ այս մյուսի շարժը վկայում են այն մասին, որ վերջինս իր ասացին շատ մեծ հավանականությամբ դեռ չի հավատում, որովհետև եթե հավատար կասեր իհարկե, կամ կասեր իհարկե, երկուսի միասին իհարկե, իհարկե, բայց երբ տեսնում եք այսպիսի շարժ, դեռ վստահելի չէ։ Շարունակենք։ Ընդդիմադիրները, որ Իշխանությունները մտածում են ժողովրդի մասին։ Մտածում են։ Արդյոք դա մտածելու Ինչու վերջինս կարիք ունի երկու անգամ կրկնել իր ասած։ Ասում եմ միանշանակ մտածում են։ Միանշանակ մտածում են։ Այսինքն երբ սովորաբար դու քո խոսքի մեջ այդքան էլ վստահ չես, եւ նայեք, եթե դու ազնիվ ես, դու չգիտես, որ ազնիվ ես, դու գիտես, որ այդպես է։ Նույնն է, որ երբ օրինակ քո ատամը չի ցավում, դու չես մտածում, որ քո ատամը չի ցավում, ճիշտ է։ Երբ ատամը ցավում է, այդ ժամանակ գիտես, որ ատամը ցավում է։ Երբ ազնիվ չես, գիտես, որ ազնիվ չես, այդ ժամանակ դու սկսում ես ազնիվ խոսք, անկեղծ ասած, ես երբեք չեմ ստում ու նման տիպ բառերով հաստատել սեփական խոսք։ Հիմա եթե քո ասածը սա ճիշտ է ու դու նույնիսկ չես էլ մտածում, որ դա կեղծ է, դու ասում ես միանշանակ այդպես է։ Կրկնելու, ավելացնելու, ուժգնացնելու, ավելի շատ ցուցադրելու անհրաժեշտություն չկա։ Մենք այստեղ տեսնում ենք, որ վերջինս կրկնում է սեփական խոսքը, հավանաբար կարիք ունի հավելյալ հաստատման կամ հավելյալ համոզման դիմացինի, որպես իր ասածը առավել հավաստի թվա։
ընդդիմադիրները որ Իշխանությունները մտածում են ժողովրդի միանշանակ մասին։ մտածում են։ Հիմա միանշանակ Արդյոք դա մտածելու դրսևորում էր ամանորին միլիարդավոր դրամների Մինչև ձերքի շարժը դուք շնչառությանը հետևեք։ մտածում են։ Հիմա միանշանակ Արդյոք դա մտածելու դրսևորում էր ամանորին միլիարդավոր դրամների պարգևներ ստանալ եւ թոշակառուների Եվ սկսում է ստրեսի ժամանակ շատ դեպքերում մեր շնչառությունը սկսում է ակտիվանալ, այսինքն մենք սկսում ենք խորը շնչել։ Ինչու, որովհետև ստրեսը օրգանիզմի մոբիլիզացիան է, մեզ անհրաժեշտ է մեր օրգանիզմը մոբիլիզացնենք, որպեսզի կարողանանք դժվարությանը, այսինքն անբարենպաստ փոփոխված իրավիճակին առավել մոբիլիզացված հակասել։ Մասնավորապես երկն է արագանում, շնչառությունն է խորանում, որպեսզի շատ թթվածին մատուցի այրանը, այրունը թթվածինը սննդարան նյութերը տանի մեր վերջույթներին, մեծ մկաններին, ոտքերին ու ձեռքերին, որպեսզի մենք կռվենք ու փախնենք, այսինքն ստրեսի ամբողջ նպատակը մոբիլիզացիան է։ Շնչառությունը դրա սիմպտոմներից մեկն է, որ մենք տեսնում ենք։ Պարզապես այս դեպքում մենք տեսնում ենք եւ շնչառությունը շատ հավաստի նշան է, որ մարդը ստրեսային վիճակում է։ Ինչպես նաև հնարավոր ստրեսի մասին վկայում է իլյուստրատիվ ներողություն, մանիպուլյատիվ եւ ինքնաադապտորային ժեստերը։ Ժեստերի 3 տեսակ գոյություն ունի։ Դրանք էմբլեմատիկ ժեստերն են, այսինքն մշակույթից կախված այն նշանները, որոնք փոխարինում են խոսքի։ Օրինակ մեզ հարցնում են ինչպես եք, մենք ասում ենք շատ լավ է։ Հաղթանակ, շատ լավ եմ եւ այլն, այո, ոչ, կամ ցույց ենք տալիս վերջին ինտելեկտը, կամ ասում ենք այստեղ նստի բարևում ենք, փոխարինում են։ Կա իլյուստրատիվ ժեստեր, երբ մենք խոսում ենք խոսքի ժամանակ, ձեռքերը դրսևորում են, այո, եկավ, գնաց այսպես։ Սրանք դրսևորում են սովորաբար այն ժամանակ, երբ մարդը անկեղծ է իր հույզերի մեջ, հույզերը իրական են եւ այն գիտակցորեն խոսքերով ուղեկցում է իր հույզը, խոսքերով պատմում է այն պատկերը, որը կա իր հիշողության մեջ։ Երբ մարդիկ շատ ժամանակ ստրեսի մեջ են, նույնիսկ շատ դեպքերում ստում են, վերջիններս առավել հակված են օգտագործել ինքնաադապտորային ժեստերը, որոնք բաժանվում են ինքնաադապտորների եւ մանիպուլյատիվ ժեստերի։ Ինչ են կոչվում ադապտորային, որովհետև քեզ օգնում են ադապտացվել ստրեսային վիճակում, պայմաններում։ Սրանք պարտադիր չեն վկայում, որ մարդը ստում է, բայց վկայում է այն մասին, որ այն թեման, ինչի մասին տվյալ անձանորդը խոսում է, իր համար ստրեսային է եւ հիմա նա գտնում է ստրեսային վիճակում։ Մասնավորապես մանիպուլյատիվ ժեստերը գրիչը վերցնում խաղում ենք, ինչ որ կրակայից չենք խաղում, վերցնում ենք փողկապը բան ենք անում, թուլացնում ենք, մատանու հետ ենք խաղում, ակաջների հետ ենք խաղում, ինչ որ գործիքի հետ կատարում ենք մանիպուլյատիվ գործողություն։ Ինքնաադապտորային է, երբ մեզ ենք դիպչում, օրինակ, երբ այսպես ենք անում, այսպես ենք անում, այսպես ենք անում, այսպես ենք անում, ու սովորաբար ստրեսը որքան բարձր, որքան ուժգին, այնքան հապումները առավել բարձր։ Սրանք հավանաբար ձևավորվել են մեր մանկական հասակում, երբ մենք վախեցած ենք, ստրեսի մեջ ենք, տխուր ենք եւ այլն, գնում ենք ծնողների մոտ, եւ ծնողները մեզ գրկում են, շոյում են, գլուխն են շոյում, հպվում են մեզ։ Եվ մեր անկիտակցականում կամ ուղեղում մնացել է այդ խարասկված կապը։ Ստրեսի ժամանակ հպում, լարվածության թուլացում։ Ինչպես նաև մենք տեսնում ենք, որ այսպես է անում։ Ստրեսի ժամանակ շատ արագ տեղի են ունենում ֆիզիոլոգիական ներքին փոփոխություններ, վայրկյանների ընթացքում։ Ու շատ դեպքերում, հիմնականում ստրեսի ժամանակ օրգանիզմի պետք է հեղուկ պարունակություն, այնտեղ հավանաբար կենսաֆիզիկական, կենսաքիմիական փոփոխություններ իրականացնելու համար։ Այդ հեղուկը վերցնում է այնտեղից, որ անձը խմում է որևէ ջուր, եթե չի լինում մաշկի արտաքին հատվածներից, մասնավորապես բերանային խոռոչն է չորանում, որովհետև այդտեղից խոնավությունը նվազում է։ Եվ անձը ինչ է անում։ Այսպես է անում, այդ իսկ պատճառով ստրեսի ժամանակ հաճախակի օրինակ լարված եք լինում, կոկորդի մակրում է առաջանում։ Կլմանակ հաճախակի ուզում ես կլմանակ իրականացնել, որովհետև չորացել է։ Այսպես է անում, նաև այսպես շրթունքները չորանում է, աչքերն է սկսում հաճախակի թարթել, որովհետև չորանում։ Սա եւս մի նշան է տեսնում։ Սիրելիներս, չի կարելի մեկ նշանով եզրակացություն կատարել, կսխալվենք մենք պարզապես, կարող եք կատարել, կսխալվեք շատ մեծ հավանականությամբ։ Հնարավոր է այդ նշանը վկայի այն մասին, որ տվյալ անձի համար տվյալ թեման ստրեսային էր, նույնիսկ տվյալ փոխանցած ինֆորմացիան հավաստի չէր։ Այն հարցը, որ տվեցին, նշանակալի էր ստրեսոր էր եւ այլն, եւ հիմա ինքը ստրեսային վիճակում է գտնվում։
Բայց մեկ նշանը կամ երկու նշանը մեզ միայն օգնում են ընդհանուր ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա։ Եթե մենք շտապենք եզրակացություն անել, ընդ որում առանց տեսնելու այս մարդու բազային վարքը ո՞րն է, որովհետև մենք տեսնենք վերջինս անդադ այսպես չէր անում, հա չեզոք թեմայի ժամանակ խոսել այսպես ան։ Այսինքն, երբ մարդուն ուսումնասիրում եք, պետք է նայեք իր վարքի բազային մոդելը, ինչպես իրեն պահում սովորական վիճակում, չեզոք հարցերի քննարկման ժամանակ։ Եթե տեսնում ես մարդը մշտապես այսպես է անում, սա ինֆորմատիվ աղբյուր մեզ համար չի կարող հանդիսանալ, որովհետև ինքը բոլոր իրավիճակում սովորություն է, այսպես է անում, ու կամ բարձրապես այսպես հարմարել է։ Բայց եթե մենք տեսնում ենք հարց ենք տալիս ու ինքը այսպես է անում, ու դրանից հետո այսպես է անում, դրանից հետո ինչ որ ժեստ է անում, ու ժեստերը ինքնադապտորային ժեստեր են եւ այլն, ապա մենք կարող ենք ասել մեծ հավանականությամբ այն հարցը, որը տվեցինք վերջինիս համար, կամ այն թեման, որին ինքը անդրադարձավ եւ քննարկեց, իր համար ստրեսային էր, իր համար նշանակալի էր, կարևոր էր, ստրես անհանգստություն առաջացնում էր։ Եվ հետեւաբար մենք արդեն կապում ենք, բա ինչ թեմայի մասին ենք քննարկել, որի ժամանակ վերջինը ստրեսային վիճակում էր։ Ու մենք տեսնում ենք վերջինս, երբ խոսում է այս թեմային, բավականաչափ նշաններ կա, որը խորհրդային այն մասին, որը տվյալ անձը ստրեսային վիճակում է գտնվում, տվյալ անձի համար այս թեման նշանակալի է, դժվար է անդրադառնալ, ստրեսային է, ամենայն հավանականությամբ վերջինս իր ասածին չի հավատում։ Շարունակենք։ Միլիարդավոր դրամների պարգևներ ստանալ եւ թոշակառուների թոշակը չբարձրացնելու որոշումը։ Այս խորը շունչը, երբ մենք պատրաստվում ենք վազքի, պատրաստվում ենք կռվի, մենք ստրեսի ենք պատրաստվում։ Շատ թվացին վերցնել, ինչպես նաև ժամանակ շահել։ Գումարը շատ ժամանակ այդ ժամանակ տեղի ունենում վիզուալ ուղեփակում, այսինքն մենք երբ մեզ ստրեսային հարց են տալիս, մենք հակված ենք հայացքը թեք է, բայց դա կարևոր է անդրադառնալ, որ չսխալվենք։ Նայեք, սիրելիներս, շատ ժամանակ ստախոսը կամ այն մասը, որ մարդը ստրեսի մեջ է կամ ոչ հավաստի տեղեկատվություն փոխանցող անձը, նայում եք հաշիվը, որպեսզի տեսնի դու ստում ես թե չէ, դու հավատացիր իր ասածը, ինչը թե չէ, ինքը պետք է վերահսկի իրավիճակը։ Շատ դեպքերում այդպես է, բայց երբ մեզ ստրեսային հարց են տալիս, մեզ համար ցավալի, շատ դեպքերում դժվար է վիզուալ կոնտակտը կրել։ Այդ իսկ պատճառով մենք պետք է մտածենք, որ ինչ պատասխանենք, ինչպես դուրս գանք դրա տակից, այսպես ասած։ Այդ իսկ պատճառով շատ ժամանակ հայացքը շեղվում է, որպեսզի վիզուալ ուղեփակումը ընդհատվի, այդ ծանրաբեռնվածությունից ես կտրեմ, հասցնեմ մտածել, որովհետև ստրես կամ ստելը կոգնիտիվ ծանրաբեռնվածություն է մեր ուղեղի համար։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շեղվենք, մի հատ շունչ քաշենք, մոբիլիզացվենք, ինքներս մեզ հանգստացնենք, որպեսզի կարողանանք ադապտացվենք տվյալ իրավիճակին։ Շարունակենք։ Թոշակառուների թոշակը չբարձրացնելու որոշումը։ Դե գիտեք ինչ կա։ Մասին մտածեցին ժողովրդի թե իրենց։ Գիտեք ինչ կա, նայեք, Տեղյակ եք դուք այդ փաստաթղթի մասին, Նայեք շատ թույլտեր է։ որը հրապարակվեց, որով որ գործադիրը անձամ Նիկոլ Փաշինյանը ինչքան գումարով է իրեն փոխվարչապետին եւ Օլեգմանը այս ամենին անվանում է դիսկրիպտորներ, երբ մենք մեզ շատ թվում ասում ենք կծել անհանգստություն ստրեսի ժամանակ, մենք չենք կարողանում հանգստացնել։ Երբ մեզ մոտ կոմֆորտ է, մենք ապահով ենք մեզ ստրեսի պատճառ չկա, լարվածության պատճառ չկա, մենք չունենք այդպիսի, եթե սովորություն չի, մարդը կարող է սովորությունի աչքերը հաճախակի թարթել կամ այսպես անել։ Եթե սովորություն չի, այդ իսկ պատճառով պետք է բազային վարք դիտել։ Եթե սովորություն չի տվյալ մարդու փոփոխված վարքը, պետք է հասկանանք, որ ի հակազդումն է տրված ստիմուլին, այսինքն այն ստիմուլը, որ դրան տալիս են, այն հարցը, այն նկարը, այն խոսքը, որ ասում են, այն ինֆորմացիան, ազդակը, որը հասնում է իր գլխուղին, վերջինիս համար ստրեսային է, այդ իսկ պատճառով օրգանիզմը սկսում է մոբիլիզացվել, որ ադապտացվի իրավիճակին։ Որովհետև ստրեսը անբարենպաստ իրավիճակում օրգանիզմի մոբիլիզացված հակազդման պաշտպանությունն է, հա, հակազդումն է պաշտպանական վիճակով։ Այդ իսկ պատճառով, եթե մենք տեսնում ենք այդ դրսևորվում է, ինչ որ բան այստեղ այն չի, ինչ հարց են իրեն տվել, ինչ թեմայի է անդրադառնում, ինչ ստիմուլ է եղել, որին տված ռեակցիա ստրեսային է։ Ինչպես նաև վերջինս հարց տվեցին, վերջինս ուզում էր պատասխանել ու ասեց, դե գիտեք, ու դժվար է պատասխանել, ճիշտ է, որովհետև իրեն ստուգիչ հարց տվեցին կոնկրետ խնդրի վերաբերյալ, որի մասին ինքը ամենայն հավանականությամբ դեզինֆորմացիա է տվել։ Եվ ինչ վերջինս արեց, փորձում էր պատասխանել ստրեսային նշաններ եղավ ու հաղորդավարը սկսեց ինչ-որ բան ասել ու ինքը օգտվեց առիթից։ Չասեց մի րոպե, պատասխանել, որովհետև չկար պատասխան, պետք էր օրինել։ Այդ իսկ պատճառով ինքը շարունակում էր լսել, բայց ստրեսը օրգանիզմում բարձր է։
ինքը լարված շարունակում է լսել։ Շարունակենք։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը ինչքան գումարով է իրեն ծածկին, որը հրապարակվեց, որով որ Ինչ կա, մասին մտածեցին ժողովրդի թե իրենց։ գիտեք ինչ կա, նայեք, Տեղյակ եք դուք այդ փաստաթղթի մասին, որը հրապարակվեց, որով որ գործադիրը անձամբ Նիկոլ Փաշինյանը ինչքան գումարով է իրեն փոխվարչապետին եւ կառավարության այլ անդամներին ապարգևատրել։ Իսկ թոշակառուների թոշակը Եվ այսպես ինձ մենք ինչ տեսանք։ Ինչ տեսանք։ Մենք տեսանք, որ տվյալ անձը երբ խոսում է տվյալ թեմայի մասին, իր մոտ առաջանում է ստրեսի նշանները։ Այս նշանը առաջանում, որը ամենայն հավանականությամբ ժեստ է, որը խոսում է այն մասին, որ տվյալ նիկանգուլիետնեսյան համապատասխանություն կա։ Այսինքն խոսքը երբ ոչ վերաբերվում, իրար չեն ուղեկցում, հակասում են իրար։ Որտեղ կասել իհարկե, այդ ոչ թե իհարկե։ Մենք տեսանք հաճախակի ստրեսի նշաններ։ Մենք տեսանք շնչառություն, մենք տեսանք վիզուալ ուղեփակում, կողքը նայել, երբ պետք է պատասխանել։ Մենք տեսանք այսպիսի ինչ-որ մի բաներ։ Այսինքն մենք տեսանք հարցին պատասխանելու հնարավորության դեպքում դադար տալ հարցը լսել չպատասխանել։ Այսինքն այսպիսի նշաններ սիրելիներս 5-6 արդեն նշան մենք տեսանք։ Եվ մենք գիտենք իր ոչ վերբալ վարքը, չնայած այստեղ բազային վարքը չենք վերլուծել, բայց ընդհանուր տեսնում ենք, որ այդպեսին չի, ինքը այդպեսի անհանգիստ չի։ Անհանգիստ տեսակ չի։ Այսինքն ինքը շոու բիզնեսի մարդ է, փեմի մարդ է, ներկայանում է, կոմպլեքս չունի, դրսևորում չունի, հիստերիոիդ հոգետեսակի է պատկանում, ցուցադրական հոգետեսակի։ Սիրում է, որ ուշադրություն գրավի, սիրում է մարդիկ, որ իրեն տեսնեն, ծափահարեն, բեմի վրա լինի եւ այլն եւ այլն։ Այսինքն չունի բարդույթ, որպեսի հարցազրույցի ժամանակ ստրեսային վիճակում լինի։ Հետևաբար, ինչի մասին է իր ստրեսային հակազդումները, այն մասին, այն թեմայի անդրադարձի մասին, որին ինքը չի հավատում, բայց փորձում է իհարկե խաղալ այդ դերը, բայց մարմինը սովորաբար հակառակի մասին է վկայում, այսինքն խոսքով հեշտ է ստել, ոչ վերբալ վարկով, ժեստերով, կեցվածքով, մարմնով եւ այլն, սովորաբար դժվար է ստել։ Այնպես չի, որ ոչ վերբալ վարքը միշտ ճիշտն է ասում, այո, ոչ վերբալ վարքն էլ է սխալվում, այսինքն մենք տեսնում ենք նույն նշանը տարբեր իրավիճակներում տարբեր բան կարող է նշանակել, կամ իր իրավիճակում վկայի, որ մարդ ամենայն հավանականությամբ հավաստի ինֆորմացիա չի փոխանցում, մյուս իրավիճակում չփոխանցի։ Այսինքն, այո, միանշանակ հենվել մի երկու նշանի վրա չի կարելի, բայց մենք տեսնում ենք ժամանակի մեծ ինտերվալ 30-40 վայրկյանից այն։ Մենք տեսնում ենք ստրեսային կրկնվող նշաններ, որոնք բավականին հավաստի են, հատկապես շնչառության փոփոխությունը, հատկապես վեգետատիվ նյարդային համակարգի դրսևորումները, այսպես այս հարցը, հատկապես հույզի խոսքի համապատասխանությունը, այսպես պատասխանելը, վիզուալ ուղեփակումը, այսինքն հայացքի շեղելայի ժամանակ, երբ քեզ հարց են տալիս, իսկ եթե այդ հարցը քո համար ստրեսային չէ, դու կարիք չի ունենա։ Ապա մենք մեծ հավանականությամբ որպես եզրակացություն կարող ենք ասել, վերջինս գտնվում է ստրեսային վիճակում, դրա պատճառն այն էր, որ ինքը չէր հավատում այն ինֆորմացիային, որ ինքը ասում է։ Եվ եթե դու չես հավատում այդ ինֆորմացիային, որ ասում ես, այսինքն դու փոխանցում ես ոչ հավաստի տեղեկատվություն, այդ ժամանակ օրգանիզմիդ մեջ առաջանում է ստրես։ Ինչու՞, որովհետև երբ փոխանցում ես ոչ հավաստի տեղեկատվություն, ռիսկ կա բացահայտվելու, այսինքն կա բացահայտման վախ, քեզ կկպցնեն պիտակ, ստախոսի պիտակ եւ այլն եւ այլն։ Ու հատկապես բացահայտման ռիսկը որքան բարձր է, ստրեսը այդքան շատ է։ Այդ իսկ պատճառով այդ բացահայտման ռիսկի պիտակ կպցնելու այն ինչի համար վերջինս այդ դերը խաղում է, օրինակ ստում է եւ այլն եւ այլն։ Դա կբացահայտվի, ինքը կզրկվի այդ հնարավորությունից, ինչի համար որ օրինակ դեզինֆորմացիան է կամ ստում է։ Եվ վերջինիս համար բացասական հետևանքներ կունենա։ Այդ իսկ պատճառով խաղադրույքը բարձր է, որքան բարձր է խաղադրույքը, այդքան իհարկե ստրեսը շատ է։ Այդ իսկ պատճառով այդ նշանները պարզապես չեն լինում վերահսկել։ Իսկ տվյալ անձը ես վստահ եմ չի գիտակցել, որ այդ բոլոր նշանները դրսևորում են։ Կարծում եմ այս տեսանյութի վերությունը ձեզ համար ինչ-որ ձևով ուսուցողական կլինի։ Կնեմ ու փաստեմ, որ իմ քաղաքական իմ վերլուծությունները քաղաքական ոչ մի համատեքստ ենթատեքստ չունի, խնդրում եմ չգրել ինչ-որ քաղաքական մեկնաբանություններ, ես մասնագետ եմ ընդհանրապես դերձել, միգուցե ես իմ հայացքներ ունեմ եւ այլն, բայց վերլուծությունների մեջ հոգեբանական անդրադարձի մեջ ես չեմ օգտագործում
իմ մասնագիտությունը բանի մեջ։ Հիմա կարող եք ասել, դե սա ասեցիր ու դու կպար։ Այո, կարող է այդպես լինել։ Խոր կարող է գալ, կարող է գալ։ Իհարկե կարող է գալ։ Բայց մենք տեսնում ենք մեկ նշան, մենք չենք տեսնում ունիվերսալ նշաններ, 4, 5, 6 նշան։ Մենք տեսնում ենք իմ խոսքը վստահ է, մենք տեսնում ենք շրջանության փոփոխություն չկա, մենք տեսնում ենք համագործակցություն է, այդ ժամանակ կարող է լինել այսպես։ Իհարկե կարող է խոր գալ, կարող է անձը նստել այսպես։ Իհարկե, պատճառը հասկանալ։ Այդ իսկ պատճառով պետք է հասկանանք ստիմուլ ռեակցիան, նշանների կրկնությունը եւ որքան նշանները շատ, այդքան առավել հուսալի է տվյալ նշանների նշանակությունը։ Այսքանը սիրելիներս ձեզ հետ հոգեբան եւ արխիվերության մասնագետ Գրիգորի Բադալյանն էր։ Լավ եղեք, ուրախ եղեք, եթե ունեք ինչ-որ տեսանյութ միասին վերլուծել, ոչ քաղաքական, առաջարկեք, սիրով ընդունել։ Լավ եղեք։